Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ազալ ինքնաթիռի կործանման հետևանքների վերջնական կարգավորումը նոր հնարավորություն է բացում ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման համար, հայտարարել է Ռուսաստանի Պետական դումայի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում Միլի Մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։ Մենք շատ ուրախ ենք, որ երեկ մեր կառավարությունները վերջնական որոշում կայացրին վերացնելու ինքնաթիռի ողբերգական վթարի հետևանքները։ Մենք ավարտել ենք այս փուլը եւ դա նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման համար, ասել է քաղաքական գործիչը։ Մատվիենկոյի խոսքով նման հարաբերությունները հսկայական ներուժ ունեն փոխշահավետ համագործակցության համար եւ զարգանում են ամենալայն ոլորտներում։ Նա գոհունակություն է հայտնել երկու երկրի միջև միջխորհրդարանական փոխգործակցության զարգացման կապակցությամբ։ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Սենատը չի աջակցել բանաձևին, որը պարտավորեցնում էր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին դադարեցնել ռազմական գործողություններն Իրանի դեմ եւ ամերիկյան զորքերը դուրս բերել հակամարտության գոտուց, քանի դեռ Կոնգրեսը պաշտոնապես հավանություն չի տվել ուժի հետագա կիրառմանը։ Դեմոկրատական կուսակցության ներկայացրած բանաձևին կողմ է քվեարկել 47 սենատոր դեմ 52-ը։ Հանրապետական կուսակցությունը վերահսկում է Կոնգրեսի վերին պալատը, ինչը մեծապես կանխորոշել է քվեարկության արդյունքը։ Բանաձևի դեմոկրատ աջակիցները պնդել են, որ Իրանի դեմ ռազմական արշավն անօրինական եւ բավարար հիմնավորում չունի։ Նրանք հայտարարել են, որ մինչև հակամարտության ավարտը կշարունակեն նմանատիպ նախաձեռնություններ ներկայացնել Սենատ, հասնելու քվեարկության ցանկալի արդյունքի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի նավթային հատվածի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այդ մասին ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ Ֆինանսների նախարարությունը հասանելի ամբողջ գործիքակազմն ու լիազորությունները, այդ թվում երկրորդային պատժամիջոցները, կօգտագործի նրանց դեմ, ովքեր շարունակում են աջակցել Թեհրանի ահաբեկչական գործունեությանը, հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Պատժամիջոցներ են սահմանվել 2 տասնյակից ավելի ֆիզիկական անձի, ընկերության եւ նավի նկատմամբ։ Միացյալ Նահանգներում գտնվող նրանց ունեցված ու ակտիվներն արգելափակվել են։ Իսկ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը պատժամիջոցների սահմանման մասին հաղորդագրության մեջ նշել է, որ Վաշինգտոնը գործում է վճռականորեն սահմանափակելու Իրանի եկամուտ ստանալու կարողությունը, քանի դեռ Թեհրանը փորձում է պատանդ պահել Հորմուզի նեղուցը։ Միացյալ Նահանգների պատերազմի նախարարը հանդես է եկել իրանցի զինվորականներին եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ուղղված հայտարարություններով։ Մենք գիտենք, թե ինչ ռազմական ակտիվներ եք տեղափոխում եւ որտեղ։ Մենք կատարում ենք համալրում եւ մեր ուժերն այժմ ավելի շատ են, քան երբևէ, զգուշացրել է Պենտագոնի ղեկավարը։ Փիթ Հեքսեթի համոզմամբ Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, քանի որ նրանք ոչ նավատորմ ունեն, ոչ էլ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի իրական պատկերացում։ Ըստ նրա, միջազգային ջրերով օրինականորեն անցնող առևտրային նավերի վրա հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր արձակելու սպառնալիքները վերահսկողություն չէ, այլ ծովահենություն։ Նա Իրանի ղեկավարությանը խորհուրդ է տվել ընտրել բարգավաճ ապագա Իրանի ժողովրդի համար։ Սխալ ընտրության դեպքում երկրին սպասում են շրջափակում, ենթակառուցվածքների, էներգետիկայի եւ էլեկտրացանցերի վրա ընկնող ռումբեր։ Ըստ Հեքսեթի, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը նախարար Սքոթ Բեսենթի գլխավորությամբ գործարկում է տնտեսական ցասում գործողությունը Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն առավելագույնի հասցնելու համար։ ԱՄՆ զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններից սահուն կերպով անցել են համաշխարհային մակարդակի շրջափակման, ասել է Պենտագոնի ղեկավարը։ Նա հայտարարել է, որ նախագահ Թրամփի հրամանագրով ռազմական գերատեսչությունը երաշխավորել է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Միևնույն ժամանակ Հեքսեթը շեշտել է. նախընտրում են դա անել լավ ձևով, փոխնախագահի եւ բանակցողների թիմի առաջարկած գործարքի միջոցով։ ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին իրանական նավահանգիստների շրջափակումը սկսելուց ի վեր արդեն 10 նավի ստիպել են վերադառնալ Իրան։ Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։ Օրերս իրանական բեռնատար նավերից մեկը փորձել է շրջանցել ԱՄՆ շրջափակումը, Հորմուզի նեղուցի Բանդար Աբաս նավահանգստից դուրս գալուց հետո այն նավարկել է Իրանի ափի երկայնքով, սակայն ամերիկյան ռազմածովային ուժերի ականակիրը հաջողությամբ կասեցրել է նրա ընթացքը, ստիպելով վերադառնալ Իրան։ Իրանի իշխանություններն էլ սպառնացել են փակել առևտրային ուղիները Կարմիր ծովում, Պարսից ծոցում եւ Օմանի ծոցում, եթե ԱՄՆ-ն չդադարեցնի իրանական նավահանգիստների շրջափակումը։ Իրանական բանակի կենտրոնական շտաբի պետ գեներալ Ալի Աբդոլլահին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն շարունակի շրջափակումը եւ սպառնա իրանական առևտրային նավերի եւ նավթատարների անվտանգությանը, ապա դա հրադադարի խախտման պատճառ կդառնա։ Աբդոլլահիի նշած ծովային տարածքները ներառում են տարածաշրջանի ջրային ուղիների զգալի մասը, սակայն իրանցի գեներալը չի նշել, թե որ երկրների վրա կարող են ազդել իր սպառնալիքները։ Դավիթ Մուրադյան, լուրեր։